ընթերցվածը Հռոմեացիներին ուղղված նամակից։ Աղաչում եմ ձեզ եղբայրներ, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները, որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք, դա է ձեր հոգևոր պաշտպանությունը։ Այս աշխարհի կերպարանքով մի կերպարանվեք, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք կարողանաք քննել լավը և թե որն է Աստծու կամքը, այսինքն ինչ որ բարի է, իրեն հաճելի և կատարյալ։ Աստծու շնորհով, որ ինձ է տրված, այս եմ ասում ձեզ ինձ յուրաքանչյուրին, ձեզ մի գնահատեք ավելի, քան արժանիքն է, այլ ձեզ գնահատեք զգաստությամբ, յուրաքանչյուրն Աստծու կողմից իրեն բաժին ասած հավատի չափով։ Ինչպես որ մենք մարմնի մեջ բազմաթիվ անդամներ ունենք, բայց բոլոր անդամները նույն գործառույթները չունեն, նույնպես և մենք, որ շատ ենք, Քրիստոսով մեկ մարմին ենք, թեև որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց մենք ունենք տեսակ պարգևներ, մեզ տրված շնորհի համեմատ, ով մարգարեության պարգև ունի, ով գործածի հավատի չափով, թե ծառայության պարգև ունի, ով ծառայության մեջ լինի, թե ուսուցանում է, ուսուցանելու մեջ, թե հորդորում է, հորդորելու մեջ, ով արատաձեռն է, թող զվարթությամբ կատարի, ով վերակացու է, թող կուտաջանությամբ աշխատի, ով ողորմում է, թող ուրախությամբ անի, սեր առանց կերծիքի, ատելով չարը, գնալ բարու հետևից, և հայրասիրության մեջ միմյանց հանդեպ գտասիր թարգելու մեջ, միմյանց գերազանցել, ժանասիրության մեջ չտուրանալ, հոգով ջերմերան եղեք, Տիրոջը ծառայեք, հույսով ուրախացեք, նեղությանը համբերեք, հարատևաղոթեք, սրբերի կարիքներին հաղորդակից եղեք, հյուրասիրության հնարավորեք, օրհնեք ձեզ հալածողներին, օրհնեք և մի անձեք, ուրախացողների հետ ուրախացեք, դարձողների հետ դարձեք, միմյանց հանդեպ նույն վերաբերմունք ունեցեք, մի մեծամտածեք, այլ խոնարհների հետ ընկերություն անեք, դուք ձեզ իմաստուն տեղ մի դրեք, որևէ մեկի չարիքին չարիքով մի հատուցեք, հոգացեք բարի գործել բոլոր մարդկանց հայացքով, ձեր կողմից որքան հնարավոր է, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեք, ինքներդ վրեժնվիր մի եղեք, սիրելիներ, այդտեղ տվեք Աստծու բարկությանը, որովհետև գրված է, իմն է վրեժնվությունը, ես եմ կհագուցեմ, ասում է Տերը, հակառակը, եթե թշնամին քաղցած է, հաց ու նրան, և եթե ծարավ է, ծուր ու նրան, այս անելով կրակի կայցել կպակեց կրակին, մի պարտվիր չարից, այդ բարիքով հաղթիր չարից, ամեն մարդ ով հնազանդվի իշխանությանը, որին հետքո է, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված, այնպես որ ով հակառակ է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակ, և նրանք, ովքեր հակառակ են, իրենց լագատապարտություն են ընդունում, իշխանավորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ չար գործերի, ուզում ես իշխանությունից չվախենալ, բարի գործից, և նրանից գովասան կստանաս, որովհետև նա Աստծու պաշտոնյա է քո բարիքի համար, իսկ եթե չարի գործես, վախեցիր, որովհետև զուր տեղը չէ, սուրը մեջ մի կրում, Աստծո սպասավոր է նա, բարկությամբ պատժելու, նրան, ով չարիք է գործում, թե ինչու պետք է հնազանդվել ոչ միայն բարկության վախից, այլ խղճի հանգստության համար, դրա համար նաև հարկ եք համարում վճարել, դրա համար նաև հարկ եք վճարում, որովհետև նրանք Աստծու սպասավորներն են այդ բան հոգալու համար, յուրաքանչյուրին վճարեք իրեն հասանելիքը, որին հարկ հարկը, որին մանս մանսը, որին երկյուղը, որին պատիվ պատիվը, և ոչ մեկի պարտական մի մնացեք,
բացի միմյանց սիրելուց, որովհետև ով սիրի Տերոջը, Աստծո օրենքը կատարած կլինի։ Պատվիրանները մի շնացի, մի սպանի, մի գողացի, սուրբ մի վկայի, մի ցանկացի, եւ ուրիշ ինչ պատվիրաններով կա, հետեւյալ խոսքի մեջ են խտացված. Սիրիր քո Տերոջը, ինչպես ինքդ քեզ։ Սերն է Տերոջ հանդեպ չարիք չի գործում, օրենքի կրումը սերն է։